Բարև ձեզ, սիրելի հայ ժողովուրդ, ես չէի կարող քաղաքական հայտարարություն չանել, որովհետև ազգային ժողովում թիվ 1 ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետի հնչեցրած խոսքը, թե հանրային և քաղաքական դաշտից պետք է քաղաքապետին դուրս շպրտել և ընդհուպ վարդանիկ բառն է բերանից օգտագործում, ճիշտ ասած մենք դրան սպասում էինք և սպասում ենք այլ բաների։ Ուրեմն, եթե մեկը հայտարարություն է անում նմանատիպ ձևով քաղաքային և հանրային դաշտից, գիտեք, ուրեմն գաղութները հանրային դաշտի մեջ է մտնում։ Քաղաքականությունը հասկացանք, իրավունք չունեն, բայց խոսում են, բայց հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է, այսինքն ուր տանել այդ մարդուն լուսին, թե կյանքից զրկել։ Այսինքն ինքը հայտարարություն է անում թիվ 1 ամբիոնից և այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետը, մենք հասկանում ենք, իրավական կոնսուլտացիա ենք արել, որ հիմա ես հայտարարություն եմ անում Հայաստանի Հանրապետության բոլոր իրավական ոլորտին, որ հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է կյանքից զրկել։ Կյանքից զրկել։ Պետք է ինքը բացատրություն տա, թե ի նկատի ուներ։ Մենք բանի տեղ չտրեցինք, ասեցինք, բան է էլի, սովորական իր հերթական խոսակցությունն է, բայց հիմա, որ այս ամեն ինչը կատարվում է, չնայած մենք ինֆորմացիա ունենք, որ հրահանգը տրվել է և իրենց Շիրակի մարզի և ոչ Շիրակի մարզի ազգային ժողովի պատգամավորները ևս հայտարարություններով տարածում են, ուրեմն անձնական դաշտ են մտնում, քաղաքական դաշտ են մտնում, ճամբրուկները հավաքեք, այս արեք, այն արեք, մշտական թիրախավորում են և ընդդիմական դաշտի Մարդուն Գրիգորյանին, մյուսներին, թե ուրեմն ես ընտրվել եմ իրենց կողմից դիդավորյալ, սա սարքում են, հատուկ հանձնարարական է, որ մենք ես ելնեմ նրանց բան ասեմ, նրանք ինձ բան ասեն, կոնֆլիկտ սարքել տան, սարքեն Փարաքյարի դեպքերը, ես տարիքով մարդ եմ, մի անգամ արեցին այն ժամանակ, Սուտ Բարգավաճ հանրապետական խաղցան, եղբորս տղեն 17 տարի նստած է այդ քաղաքական առումներով իրենց սարկած պետական սարկած գործունեության կապակցությամբ և սուտ կլանային բաներ բերեցին, կապեցին, որ մենք ոխերիմ թշնամիներ ենք բան, մինչև այս վերջի ընտրությունները նույնը նորից տարածում էին, նույնը անում էին, բայց մենք ինչքան կարող ենք դրանց ուրեմն խայծը ուտել և մենք կարողացանք մեզ ճիշտ պահել։ Մինչև ընտրությունները իրենց ենիչերներին ուղարկել էին, ուրեմն պատկերացրեք ավտոմատները դեմ են տալիս աբագուս վրա ու ասում են, ու բան են անում, զարաժատ, այդպես ռուսերեն ասան, լիցկավորում էին, որ հիմա կխփենք, եթե դուռը չբացես կամ ասենք այս սևի։ Այս նույն մեքենայով եք։ Չէ, մի ուրիշ մեքենայով է։ Ուրեմն դրանից հետո զարմացել է ինչ պահելու բան ունեմ այն ժամանակ, մինչև ընտրությունները, երբ որ դուռը բացեցի սրանք, անտասցիրակ, չնայած գիտեք ինչ, ես կարող եմ դրանց հետ ձեռքով էլ պատասխան տալ ես դրանց, ոչ վախ ունեմ, ոչ կարող եմ մեկից վախենալ, բայց ուղղակի դրանից հետո պետք է ասեին բանը, որ ոտնձգություն արվեց ոստիկանության բանի կողմից։ Ու պատկերացրեք ինձ գցեցին գետին, հետո շղթաները կապեցին թևս, հետո մեկ ավտոյի մեջ չթողեցին, որ նստեին, քաշին գցեցին այդ հադագին մեքենայի, այսինքն շներին այդ ձևի չեն մոտենում, այս բաշի պոզուկները, հիմա էլ մոտարապես 500 մետր է, մեր տունը գիտեք 300-500 մետր է, մշտական մենք գնում գալիս ենք, ոստիկանությունը հայտարարություն է տարածում, թե կանոնները խախտել են, դրա համար կանգնեցրել են, բացարձակ սուտ, բացարձակ։ Ուրեմն ամեն խաչմերուկի վրա մի հատ մեքենա էր կանգնած։ Ես որ առաջի մեքենան տեսա, ասի տղեկ, սրանք եկել են մեր հետևից։ Դրանից հետո երկրորդը, ասի պատրաստվեք։ Ուրեմն 4 մեքենա ամեն խաչմերուկի վրա կանգնեցրել են ու գալիս են մեր հետևից, ասում են պատահականություն է։ Միանշանակ պատահականություն չէ, ուրեմն կարկադրություն է։ Հետո ամենազավեշտը նա է, որ ասենք պատկերացրեք, ասում են զրահապատ մեքենան պետք է տանենք ուրեմն գայի, թե որ իրանց կենտրոն այդ հատվածը, հիմա մենք գայի ենք խոսում այն ժամանակ, այսինքն ի՞նչն է պատճառը, ուզում են մեքենան վերցնել մեր ձեռքից։ Լավ, եթե մեքենան ուզում են մեր ձեռքից վերցնել, դա նշանակում է ինչ պատրաստվում են երկրորդ անգամ կրակելու։ 2007 թվականին արեցիք, այդքան մարդիկ մահացան, ձեները
դուրս չի գալիս սուտ գծեցիք հանցագործ աշխարհ, բան էս կոմենկոմ սդից սարկեցիք, լավ էլ ստացվում է ձեր սցենարը։ Հիմա Փարակյարի դեպքերը կատարվեց նորից, բան եք գալիս, թողնում եք, հասկացար, գնում եք, տեսնում եք, ասենք յուրաքանչյուր մարդ խնդիրներ կունենա։ Եթե քաղաքապետի ընտրությունները բաները չի կարող պատահի հագացություններ չունենան։ Գնում եք նրանց կողքը, ձեր ենիչերներին ուղարկում եք սուտ այդ կյանքերի մեջ, նրանց դուխ են տալիս, ավտոմատները ձեռներն են տալիս, հարձակվում են մյուսների վրա, մյուսները նրանց վրա, ինչ ուզենում պետական օրենք կառուցում եք, էլի այս ամեն ինչը։ Հիմա ես կոնկրետ հայտարարություն եմ տարածում։ Կամ ասեք, սա դեմոկրատական երկիր է, որ իրոք օրենքը գերակա է այս երկրում, կամ ասեք, որ միանձնակ կուսակցություն, այն ժամանակ քննադատում եք կոմունիստներին, թե մի կուսակցություն կար։ Հիմա կամ դուք, եթե այսօր ես մնացել եմ, ուրեմն ընդդիմական քաղաքապետերից հավանական է առաջիններից մեկն է, որ այսպես ես ձեր թեմը պայքարում եմ։ Հիմա եթե դուք ինձ այս մոդեցումները պիտի ցուցաբերեք, ուրեմն ինձ փակել եք իմ վրա, տղայիս վրա փակել եք, եղբորս վրա փակել եք, կնոջս վրա գործ եք արուցել, աղջիկներիս վրա գործ եք արուցել։ Լավ, այսքան ստոր կարելի է լինել, այս վերջը ինչ պետք է լինի։ Այսինքն դուք ինչ ուզում եք, որ մենք քաղաքական ապաստան լինենք, հայդարակ լինենք, ելնենք ասենք, թե մեզ քաղաքական ապաստան ենք ուզում։ Միակ ընդդիմադիր մարդկանց քաղաքապետերից մեկը ելնի հայդարարություն անի, որ մենք կարող է եւ քաղաքական ապաստան ուզենք մնացած երկրներից։ Դե ձեր ցկտումը բան։ Վերջը, սրա վերջը չեմ հասկանում, էլի ասենք։ Կամ կոնկրետ ասեք, կամ դուք գնում եք իրոք ձեր սահմանադրությամբ ամրագրված որ մարդու ազատություն, խոսքի ազատություն դրա հետևից, կամ ասենք, ասելու եք, որ մենք Պինոչետն ենք, մենք ոչ մեկի չենք տալիս պետական կառույցները, դա մենք պետք է լինենք, մեր եզը պետք է լինի քաղաքապետ, մեր ոչխարը պետք է լինի մինիստր, եւ այսպես շարունակական ծերանով պետք է լինի, էլի, այսինքն, ասեք հասկանանք, արա, մենք գիտենանք, թե մենք որ երկրում ենք ապրում, ճիշտ ասած, նախկինների ժամանակ, երկուսի ժամանակ էլ եղել եմ քաղաքապետ, բայց այս ձևի բան չեմ տեսել։ Հետո մտածում էի, որ գիտեք, քաղաքական բաների ժամանակ դատված է, ուրեմն մշտական դեմոկրատիայից է խոսում, է խոսում, հավանական է ավելի լավը կլինի, քան նախկինները, բայց սարսափելի դուրս եկավ։ Ես այսպեսի բան չեմ տեսել։ Լավ, այս ամեն ինչը հիմա ես կոչ եմ անում, եթե հանգարց տղայիս հիմա բան են արել, երեկել ժամը գիշերը 4-ին 5-ին ոստիկանները գալիս են տուն, մեր տուն, տղաս ինձանից առանձին է ապրում, գալիս են ժամը 4-ին 5-ին, թե նայում եք թե տունն ես, թե տունը չես։ Այդ ոտքի բանը գծած է ամեն ինչ երևում է, կարող է, ասի հանկարծ դուրս չբացեք, ոչ մի բան չանեք, ասեք որ ներսնեմ ու վերջ։ Կարող է տակից կրակեն, ամեն ինչ հավատալի է հիմա սրանցից։ Ես ամեն ինչ սրանցից հավատում եմ։ Մի խոսքով, ես կոչ եմ անում իմ ընտրողներին ընդդիմադիր ոլորտի բոլոր կառույցներին։ Ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոդրվելու միանշանակ, դուք գիտեք իմ բնավորությունը, ինձ ճանաչում եք փոքրուց, ինչքան սենց բան անեն, մենք ավելի կդառնանք, ավելի համարձակ, ավելի նաստիրնի, այդպես ասեմ։ Ուրեմն պաշտպանեք, ձեր ձայնը ելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա։ Ես այս կուրսի եմ պահում, մի թողեք իմ վրա, այսինքն ինչ է պետք անել։ Պետք է, որ անպայման ինձ այդ կաբի մեջ դուրս գաք, հանգարց որևիցե մի ոտնձգություն մենք տեղյակ կպահենք, վարքյանական հեռախոսները մենք հիմա այսպես 10 հոգի, 20 հոգի, 30 հոգի թող իրար այդ կաբերի մեջ լինեն։ Երբ ես հանգարց տեղյակ պահեցի, ուրեմն լցվում եք իմ կողքը ձեր ձայնը պաշտպանելու։ Ես ելել եմ ձեզ համար, ասում եմ 65 տարեկան եմ, ինձ քաղաքական ոչ մի բան պետք չէր։ Բայց հիմա ժամ ինձ ստիպում է այս պահվածքը ոչ, ուրեմն ինչ ասեմ, հագա դեմոկրատական մարդկային խոսքի դեմ պահվածքը, որ ես անպայման պետք է սրանց դեմ ավելի ուժեղ, ուրեմն գործունեություն ծավալեմ։ Խնդրում եմ իմ խոսքերը հասկանաք, օրենքի սահմաններում միանշանակ, որ եպիսկոպոսի մնացածի պես սդից բաներով չտանիք կալանավորեք, հիմա դուք սպասում եք ու մշտական էլ ձեզ կուրսի եմ պահում։ Այդ լրատվությանը, որ ուղարկում եք ու հարցեր է տալիս, որ հանկարծ ես կարողա չափից դուրս կամ ու դուք դրանով իմ վրես գործ հարուցեք,
չարաչար սխալվում եք, ինչքան էլ համարձակ եմ, էմոցիոնալ եմ, բայց ուղեղս աշխատում է, հանգիստեղ եք, չեք կարող այդ ֆինդերով, բաներով ինձ բանանեք։ Հիմա ես տեղեկացրեցի, քանի որ երկրում օրենքը չի գերակայում, եպիսկոպոսներին բանդարգում եք, ուրեմն քաղաքապետերը մահանում են, ինչպես մարդիկ բանդարգվում են եւ ամբողջ առողջ ուժը երկրի դատվում է։ Դուք պատկերացրեք երկրի 7000-ից 10000 ամեն տարի, ինչ ոնց որ դու եկել ես։ Քաղաքացիներին ուղարկում ես բանտ 7-ից 10000, դուք հասկանում եք սա ինչ է նշանակում, այսինքն այս կառավարությունը պայքարում էր ժողովրդի դեմ, հոգս պրոբլեմ ստեղծելու կապակցությամբ, հոգս պրոբլեմ, քաշող ուժը, խոսք ունեցող ուժը, չխոնարհվող ուժը, այսինքն անարտարություններին չխոնարհվող ուժը, բոլորը դատվում են, մահանում են, բանդարգվում են կամ երկրից արդակսվում են կամ ունեզրկվում են։ Էլ ժողովուրդ ում եք սպասում, ինչ եք սպասում, էլ ինչ կարելի է բացատրել։ Եվ ինչքան կարելի ասել, որ իրոք ղեկավարվում են սրանք անգլո-թուրքական ուժերի կողմից։ Այո, դատարկում են Հայաստանը։ Ես ասել եմ միություն կազմեք, որպես անկախ պետություն։ Հələ դուք տեսեք ինչ վայնասուն են սրանք բարձրացրել։ Խոսքերս շրջանցելով ես անկախությունը ինձ համար սրբություն է, մահ կամ ազատություն, Հայաստանի անկախությունը ինձ համար սրբություն է։ Այս ինչ հեքիաթներ եք պատմում, թե քաղաքապետ դասել է միություն մտնել գուբերնիա դառնալ։ Դա առնվազը բեի տղություն է նմանատիպ խոսքերը։ Ես երբեք նմանատիպ բան չեմ կարող ասել։ Բացեք իմ խոսքերից լավ նայեք։ Չնայած դուք լավ գիտեք, ուղղակի ցես հանձնարարականները դրսից Թուրքիայից ասում են, որ չեք կարող այդ մեկի վրա։ Ես այդ խոսքերն գիտեմ, լավ ճանաչում ենք ձեզ արդեն։ Եթե ձեր կառույցների 90%-ը Թուրքիայում է վերապատրաստվել, ել ինչ ասեմ ես։ Էլ ժողովուրդում եք սպասում։ Դու կարելի է համեմատեք թուրքին ու ռուսին իրար հետ կարելի համեմատել։ 1056 թվականին այս քոչվոր տապաստանային ցեղը, որ եկավ Վարդան Պահլավոնու ժամանակ, այդ օրվանից հայ ազգը կռվում է սրանց հետ 95% մեր հողերը գրավել են։ Ու մենք կարող ենք համեմատական տնել ու ասենք, թե սրանք կարող է լավը լինեն, կարող է էս լինեն, կարող է, եթե մենք ուզում ենք, որ այդ ամեն ինչը լինի, թող հայոց ցեղասպանությունը ընդունեն։ Թող ընդունեն հայոց ցեղասպանությունը եւ միջազգային օրենքներով ամրագրված ինչ որ հասնում է, թող անեն, դրանից հետո համաձայն եմ։ Բայց ոչ հիմա։ Իսկ այսպիսի խաղաղություն իմ տեսակին պետք չի։ Մենք այսպիսի, հետո ով է երաշխիքը խաղաղության տալիս, այդ ով է Թուրքիայի բերանը զսպաշաբիկ հագցնելու, որ այսօր վերցնում է, ասում է Արցախը տվեք, դրանից հետո խաղաղություն կլինի։ Արցախը տվեցիք, խաղաղություն եղավ։ Հիմա Զանգեզուրը կվերցնի, դուք գիտեք թե խաղաղություն պետք է լինի, Ամերիկան կարող է բարբարոս ազգին կանգնեցնել կամ Եվրոպան կա, որ երբեք չավադակ, հիշեք։ Ինչքան տվեցիք, այնքան ուզելու են։ Սրանց կանգնեցելու միակ գրավականը ուրեմն զինվել, հզոր բանակ ունենալ, հզոր երկիր, ուրիշ ոչ մի բան։ Այս հեքիաթները կտանես ձերեն, Գյուլնաստադի հեքիաթները կպատմես Թուրքիայում, որ այնտեղի ժողովրդին դարձնես հայերի կողմից է։ Հեքիաթ մի պատմի, լավ տեսնում ենք, ում կողմից եք ղեկավարվում, ինչ եք անում, ոնց եք անում։ Ես ուղղակի զարմանում եմ, սրանք մեզանից ինչ են ուզում։ Օրինակ ես շատ լավ հայրենասեր, խիղճ ունեցող, երկիր կառուցող, ժողովրդի կողքին կանգնող մարդ եմ, ինչ եք ընկեի մեդևիցս։ Այս սադանեք։ Նախ ես չեմ վարում 15 տարի այդ մեքենան։ 15 տարի այդ մեքենան հիմա նոր մտքեր մենք, հա։ Այսինքն 4 մեքենայով գալիս են, որ ստուդենտը բանը անձնագրի մեջ ինչ է գրված, 4 մեքենայով գալիս են հետևներից էս բան։ Մի խոսքով դրանք հեքիաթները, այս մոտորերս այլ բաների սպասեք։ Ես ասեցի, նայեք երկրի վարկանիշը չխայտարակվեք։ Ես ասում եմ, այնց հայտարարություններ կանեմ, որ դուք կտեսնեք ինչ կլինի ձեր գլխին։ Ուրեմն եւ դիմում եմ միջազգային կազմակերպություններին ամբողջ Հայաստանի Հանրապետության, դեսպանատներին եւ մյուսներին, որ բոլորդ կարոզում եք դեմոկրատիան բռնաբարվում է Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք այս ամեն ինչը եւ ձեր կարծիքը եւ ձեր խոսքը ասեք։ Պարոն Ղուկասյան, այսօրվանից բացի դուք այլ հետապնդում զգացել եք։ Ասում եմ ին վրա փակ էր։ Այն օրը 5 միլիոն դրամ ենք մուծել, որ նոր մի քանի օր առաջ բացվել է
Միանշանակ, ասում եմ, մինչև ընտրությունների օրը ինձ գցեցին կեդին այդ ոստիկաբաներով իրանց Նկատի ունեմ այս ընթացքում, բացի միանշանակ մշտական է զգացել են ուղղակի այսպես բան են կարել։ Մշտական հետապնդում, դռներից վրա պոստեր դնել, դրոնները հանում են վերև, հասկացար, ուրեմն նկարում են բագը, օֆիսը, բանը, ամեն ինչը տեսել ենք, ամեն ինչը զգացել ենք։ Պարոն Ղուկասյան, քաղաքի տոնը մեծ շուկով նշվեց, բայց իշխանության կողմից որևէ շնորհավորանք չեղավ։ Կարող է այս Նախ ենքան ամոթ է, ենքան խայտարակ են։ Ուրեմն վարչապետը նմանատիպ մոդեցում ցուցաբերել, որ քաղաքի տոնը գյումրեցիներին չշնորհավորել, ես ինչ ասեմ այդ մարդուն։ Այսինքն ինչ է նշանակում, որ ասենք Վարդան Ղուկասյանը, որ դարել է քաղաքապետ, դուք պետք է գյումրեցիներին չշնորհավորեք։ Ասում ես 15000 զանե ԿՊ-ն է հավաքել, դե դրանց կոնե շնորհավորեիր։ Այսինքն դու այստեղ գիտես, որ ԿՊ-ական չկա, հա 1500, դու աբացուցում ես, որ այստեղ կա 1500 ԿՊ-ական, նրանք են, որոնք ասենք պետական կառույցներում աշխատում են, իրանց աշխատանքի համար ամեն ինչ անում են։ Այսինքն ժողովուրդը քո հետևից չի գե, դրա համար չի շնորհավորում ժողովրդին։ Երևում է, ճանաչում ենք ժամ, տեսնում ենք, հասկանում ենք, թե դու ով ես։ Ճիշտ ասած չգիտեինք, որ դու այդպեսին ես։ հնարավոր է հունից հանել է, ասենք մեր ձևով շարժման այդ հովանավորությամբ կազմակերպած միջոցառումը։ Իրանց կհարցնես էլ հնարավոր, բայց մեծ բան գիտեն, որ վարչապետը նմանատիպ իրավունք չունի նմանատիպ ձևով մոտենալու։ Կամ ազգային ժողովի նախագահան նմանատիպ ձևով, ոչ ազգային ժողովի նախագահան, ոչ վարչապետը, ոչ Հայաստանի Հանրապետության նախագահան, ամոթ։ Ես ուղղակի ասում եմ, ամոթ ձեզ այդքան բան։ Պարոն ձեզ 10-օրյա ժամկետ է տրվել, հա, ոստիկանության կողմից, որպեսզի, հա, մեքենայի հետ կապված այդ, այսպես ասած, նախ նշվում է, որ կազմվել է արձանագրություն եւ ժամանակ է տրվել խախտումը վերացնելու համար, խախտումով եք վարել այդ մեքենան։ Նախ ես վարողը չեմ այդ մեքենան, երկրորդ հերթին էլ, ուղղակի իրանք ուզում են գրել, որ անձնագրի մեջ գրեն զրահապատ։ Այդ անձնագիրը փոխվել է, կորցրել էին, գնաց է երկրորդ են հանել, չգիտենք մենք մեր վարորդներից մեկը գնաց է հանել։ Թող գրեն, մռում մեջը գրեր զրահապատ, եթե այդպես պետք է գրվի, թող գրեն։ Այդ ինչ մի հատ մի բան է, հետո դուք պատկերացնում եք քաղաքապետին, ոստիկանությունը, ասենք, բարեկային ծառայությունը, այդ ոչ քաղաքապետին նմանատիպ մոդեցում է։ Նրանք քանի գլուխ ունեն այդպիսի բան անեն։ Այսինքն քաղաքապետը այդքան թույլ օղակ է, հա։ Սովորական մարդկանց, այստեղ հրաբարակալարեկիրի գնում տեսեք, թե ինչ եզդաներ են տալիս, որտեղ է այդ ոստիկանությունը։ Այսինքն քաղաքապետը այսօր բան է, որ 4 մեքենաներով կան ու իրանք հանձնարարական չստացած են նախարարի կողմից, սուտ է միանշանակ դա կգնան այդ Գյուլնաստադի հեքիաթները, իրաստանները կպավնեն։ Մենք անգիր հասկանում ենք, թե սա որտեղից է գալիս, ինչ է գալիս։ Իրա հանձնարարական ընտրվեք կատարում են, հետո միշները մարդիկ կան, ասում են ինչ անենք, մենք կրակնենք ենք սրանց ձեռքը։ Եվ քննիչականը, եւ դատախազությունը, եւ մնացած այդ բոլոր տեղերը պատահականություն է, չհասկացեք։ Լավ է, չենք ասում։ 15 տարի վարել են այդ մեքենան, չեմ ուզում էլ մանրանամ այդ բաներին հարցադրում բանան, դրանք ինչ պետք է ասեն իրանք ինչ կարող են անել։ Հարի գյուղապետի սպանությունից հետո ավելացրել եք ձեր պաշտպանությունը, ձեր թիկնապահների թիվը։ Այդպիսի բաներ չեն ասում ընդհանուր առմամբ, հետո իմ Տերս Աստված է։ Գիտեք գյումրեցիներն ինչ են ասում։ Գյումրեցիներն ասում, թե Կալանշնիկովը կախվել է։ Գսեն ինչի, գսեն մեր քաղաքապետին, որ կրագեցին այն ժամանակ 7 հատ ԱԿՍ ու ԱԿՄ փամփուշտները մտավ իր մարմինի մեջ, 5 հատը հմի մարմինի մեջ է, 200 ասկոլկեն ու ինքը կենտանի է մնացել, Կալաշնիկովը ամոթուց գեդինը մտավ ու իրան կախեց։ Իմ Տերս Աստված է, հանգիստ եղեք։ Դուք Սավուղի ու Դավիթի պատմությունը գիտեք, այ իրանց եմ ասում։ Նիկոլին եմ ասում, մնացածին եմ ասում, որ իրեն բերել է։ Ուրեմն հիշի Դավիթի ու Սավուղի պատմությունը մի հատ բացեք Աստվածաշնչի մեջ կարդացեք։ Եթե մեկին Տերը Աստված է, ուրեմն անհնարինը կդարձնե հնարին։ Մահացածը կկենտանանա։ Այսինքն տեսեք, դուք հանգիստ եղեք, դուք չեք կարող, որովհետև իմ Տերս Աստված է։ Հիշեք սա։ Պարոն Ղուկասյան, տեսեք հակակոռուպցիոն քննչականում դատարանում ընթանում է ձեր դատավարությունը։ Զուգահեռ նաև վարույթ է հարուցվել ձեր եւ ձեր փեսայի նկատմամբ, որ շահերի փախում կա եւ որպես հանրային ծառայության մասին օրենքը արգելում է, որ ձեր փեսան լինի ձեր ենթակա։ Այդպիսի բան չկա։ Այսինքն տեսեք եւ
հոկտեմբերի 25-ին ըստ էության պիտի եզրակացությունը հակակոռուպցիոնի հրապարակվի։ Նաև զուգահեռ ես ինչքան հասկանում եմ մոտենում է նաև ձեր դատավարության ավարտը։ Ինչ եք կարծում, այսպես ասած սեղմվում է օղակը ձեր շուրջ։ Գիտեք մի բան ասեմ, այդ հակակոռուպցիոնի դատավարությունը որ կա, ուրեմն դուք պատկերացրեք, ես հողհատկացում եմ արել քաղաքում, որ կառուցվի շենք-շինություն, բնակարաններ, կենցաղ սպասարկման օբյեկտներ, դրա համար քաղաքապետին ուրեմն դատի են տվել։ Դա մեկ։ Փողերի լվացման Դա մեկ։ Ուրեմն փողերի լվացում ընդհանրապես չկա, հետո մենք չգիտենք այդ փողերի լվացումը ինչի մասին է խոսքը։ Մի խոսքով ցնդաբանական գյումրեցիք որ ասում են էպած հավի խնդալը կուկա իսկական էս է։ Խայդարակ են եղել, խայդարակ։ Ուրեմն նույն գործով 3 դատարան, 4 դատարան դատի են տալիս։ Այս դատախազությունը կրագնենք է մեր ձեռքը ինքան որ հանձնարարականներ է գալիս։ Մի խոսքով, չէ, այսպես երկիր չեն կառուցում, այս ես ասում եմ, հավատացեք ինձ, ոչ թե ինչ որ ես հիմա պաշտպանվում եմ կամ ինչ որ գումարների խնդիր եղե կամ բան եղե, այսպեսով երկիր չի կառուցվի։ Եթե ամբողջ աշխարհում կա մի մեթոդ, թողնել ազատ արտար ընտրություն։ Եվ դա չեն թողնում, եւ դրանից հետո էլ այսպես ռեպրեսիաներ են անում, այսինքն ինչ է նշանակում, դե ուրեմն փակեք են կուսակցությունները, մի կուսակցություն բացեք կամ երկու, ու այս ամեն ինչը վերջանա, մենք գիտենանք թե որ երկրում ենք ապրում։ Մի խոսքով պետք է ժողովուրդը ոտքի կանգնի, պետք է հասկանա այս ժողովուրդը, պետք է, ասենք, դրամներով չծախի իր աբական, ամենակարևորը դա է։ Մինչև այսօր գումարները բաժանել են, ընտրություններ են արել։ Դրսից գումարները իրենց պաբանների, իրանց որ հիմա կառավարում են, դրանց գումարները իրանք են դրսից են տալիս, եկել են եւ այդ գումարներով հասկանալի է ժողովրդին կաշառել են ու սաղը տեսել եք բոլորդ։ Հետո այն օրն էլ որ ասում էին թե ես որ ասում էի մեկն էլ լավ են, ես գիտեի խել գլուխը տղա է դա։ Ցուցմունք տվեց հրապարակային, բանի մեջ կա սայդերի մեջ բոլորը գծված է թե մարդիկ ինչ են խոսում եւ քրեական երկու գործ է հարուցվել այդ հատվածի վրա բան այդ ամեն ինչը բոլորը լավ գիտեն այնպես որ այսպես ճանապարհ չեն գնում գոնե ընդրվելուց հետո լրվեք մի խայդարակվեք այսինքն ինչ է նշանակում ես հիմա հասկանում եմ որ իրանք սոցհարցում են անում Վարդան Ղուկասյանի ձայները ամբողջ հանրապետությունում այնքան շատ է որ ոչ մեկը որ գցե թռնից չհասնիս իսկական թռնում են չեն հասնում դրա համար էլ այս վայնասունը գցել են Ղուկասյան եթե ձեզ չեզոքացնեն այսպես ասած այդ ձեր հայտարարությունը դրակաշարքի այսպես ասած այնքան բան ունենք որ ուրեմն նայեք մենք այնքան հիմա զապիսներ ունենք ձեր լրատվականից որ ասում են ընդրակաշարք են բաժանես են դրանք սաղ կհանենք կդանք իրանց թող տանեն իրանց մոտ է կա քրեական գործ են հարուցաբան այդ գործերով էլի կա էլի շատ բաներ կա կարող ենք տալ թող իրանք գնան ու ուրախանան Ղուկասյան եթե ձեզ չեզոքացնեն այս հարցն է տան եթե ձեզ ինչ որ մի կերպ չեզոքացնեն ձեր փեսային կներեք այդ ծրագրման համար ձեր փեսային այսպես ասած պաշտոնից հեռացնեն ինչ է լինելու հետո քաղաքի Իրանց նպատակն է ինձ կալանավորեն կամ ինչ որ մի բան անեն Ավետիս Առաքելյանին էլ նույնությամբ ինչ որ այդ բանով հանեն ինչ գիտեմ գործառույց են բան անեն ժամանակավոր կառավարումը այստեղ անեն որովհետեւ 26 թվականի ընտրությունները կազմակերպեն իրանց նպատակը դա է սցենարը գրված է այդպես հիմա մենք էլ կտեսնենք կանեն թե չեն անի բայց մենք այնպես պետք է անենք որ իրանց մուրազը իրանց փորը մնա Ղուկասյան նաև առնչվում է այս վերջի հարցը, որ այսպես ասած Ախուրյանի օրինակով, որ կարողացան կոալիցիոն ուժերից Ուրեմն դա պետք է անեն, ուրեմն պետք է աշխատեն ավականիների վրա, պետք է աշխատեն, այդ ազգային անդագությունը այստեղի, որ իր այն տղայի բանը մոշկուրի հոշկուրի տղա է բան են կամոն որ կա, հասկացար, դա շատ ուժեղ աշխատում է, շատ մարդկանց ստիպում է, շատ մարդկանց բան է անում, հազար ու մի ձևի ինֆորմացիաներ ունենք, գիշեր ցերեկ աշխատում է մեր վրա, ինքը չգիտի որ մենք էլ աշխատում ենք իրա վրա, խելոք մնա այնքան փաստեր կա, որ լչենք մենք բան։ Մենք ուղղակի միշտ ասում ենք, ребята, давайте жить дружно, հասկանալի է։ Քաղաքական պայքար է, օրենքի սահմաններում աշխատեք, մի կուզեցեք, սարքեք, կարեք, բան արեք, դա չի լինի։ Դա չի լինի, մենք շատ հզոր մարդիկ ենք, դա մեր վրայով չի լինի։ Մենք անպայման
Ղուկասյան, Ինչի։ ձեր թիմի վրա Չի, ես ճիշտ ասած վստահ եմ իմ թիմիս վրա, բայց Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկը ուրեմն Հուդա դարձավ։ Ես ինչ ասեմ։ Ես վստահ եմ, բայց եթե նմանատիպ բան եղնի, ուրեմն մենք եմ դες բան չենք էլի շատ խելոք չենք, ոչ է եսիր ենք։ Ամեն ինչ գիտենք, տեսել ենք, ապրել ենք ու հավանական ինձանից ավելի շատ զգաստ պետք է լինենք, քան այսօրվա ժամանակավոր կառավարությունից։ Բայց ժամանակավորը որ գնաց, իրանք թռան կոպեկներով, հետո ինչ պետք է պատասխան տան։ Հանգիստ եղեք, մենք կանխեղծ չենք։ Ես խորհուրդ կտամ Նիկոլ Փաշինյանին եւ նմանատիպ ղեկավարներին պատմություն կարծան եւ տեսնեն թե Արշակ Թագավորի հայրը Տիրան Թագավորը երբ որ Կատողիկոսին սպանեց Հուսիկին եւ Դավիթ Սուրբ եպիսկոպոսին ուրեմն Աստծո պատիժը եկավ գլխին երկու աչքերը կուրացավ եւ գերի գնաց Պարսկաստան Արշակ Թագավորն էլ նույն ոդնձգությունն արեց եւս Արշակ Թագավորը կուրացավ եւ անհուշ բերտում մնաց իսկ Արշակի տղա Պապը դրանք երեքն էլ Պապ հայր եւ տղա նույնը կատարեց հայոց եկեղեցու նկատմամբ եւ սրախողող արվեց հույների կողմից եւ Դավաճանի անունը ճակատներին հայոց եկեղեցին իրենց անունը նզով կետրված Պապ Թագավորի վրա էներգուսի չէ բայց Պապ Թագավորի վրա միանշանակ դրված է ինչ եք այդպես պաշտոնի համար նզով գիտակ մտնում որ Ինչ եք մտնում նզով գիտակ, ինչն է պատճառը, լավ, ուղղակի ես, օրինակ հիմա ինձ բերեն աշխարհի միլիարդները, ասեն մտի անեց գիտակ, չեմ մտնի, որովհետև համ ես պետք է պատասխան տամ, համ երեխեքս, համ թոռներս։ Կսեմ մեղք մի գործեք, որովհետև մեղք են ձեր երեխաները։ Մեղք մի գործեք, մեղք են ձեր երեխաները։ Դուք գիտեք թե չի տեսնվում, չի լսվում, ամեն ինչ տեսնվում է երկնքից, ամեն ինչ լսվում է եւ դրա պատիժը կգա անպայման եւ այս կյանքում եւ հանդերձյալ կյանքում։ Ես ուղղակի ձեզ ասում եմ, մեղք եք դարձի արեք։ Գիտեք ճանապարհի կեսից դարձի գալը դա մեծ բան է։ Հավատացեք Աստվածքների։ Դրա համար հայոց եկեղեցին դրել է ապաշխարության կանոնները։ Եթե դարձի գաք Աստվածքների, հավատացեք ինձ։ Որպես հայ, ես ձեզի որպես հայ ասում եմ։ Եթե ձեր երակներից իրոք խոսում է հայկական արունը, դրա համար ես ասում եմ, ներեք քո թշնամիներին։ Ես ձեզ թշնամի չեմ ճանաչում, բայց ես ասում եմ, դարձի արեք, մեղքեք, պաշտպանեք ձեր հող հայրենին, եթե ինչ էլ որ արել եք, հելեք ասեք, որ մենք սխալվել ենք, հիմա պետք է կանգնենք, այս պետք է անենք, այն պետք է անենք ու կտեսնեք, որ Աստված ձեզ կների։ Օրինակ ես խորհուրդ եմ տալիս այդպես, այդքան բան։